Օրանը իրականացնում է շատ հետաքրքիր առաքելություն, որտև ինքը իր ծննդյան առաջին օրից, այսպես ասած, փորձեց պայքարել աղքատության դեմ ճակերտավորված եւ վերացնել մուրացկանությունը փողոցից։ Եվ միևնույն ժամանակ ձեռք մեկնել կարիքավոր մարդկանց, որոնք կարիք ունեն տակուկ միջավայրի, առաստաղ իրենց գլխի վրա, սնունդ, որ սոված չի մնան։ Իհարկե չի կարողացել ու չի կարողանա հասնել բոլորին, բայց Երանի օրանի նման լինեին տասնյակ կազմակերպություններ, որ նույն բարի նպատակը իրենց մտածելակերպի մեջ եւ գործունեության մեջ կա ու իրականացնեն։ Ու ես այսպիսի առաքելության հանդեպ անդարբեր չէի կարող գտնվեի, որովհետև դա ինչ որ միցև խոսում է իմ ապրած կյանքի անցած ճանապարհի հետ ու ես ուզեցի ինչ որ մասնակից լինել, օժանդակել, ինչ որ որոշ ձևով օգնել, օրանի կողքը կանգնել ու տարիների ընթացքում դա ստացվեց, դրա համար իրականացվեց ու մինչև հիմա իրականացվում է։ Ու երբ օրանը կարիք կունենա ինչ որ էլի մի օգնության, ես միշտ կամ միշտ պատրաստ եմ, իհարկե կարող է առաջվա նման չի, բայց ինչ որ մի առումով, որովհետև այս առաքելությունը պետք է իմ կարծիքով շարունակվի։ Եթե օրանը իր գործունեությամբ չապահովեր համապատասխան տապանցիկություն ու որակ, ես չէի միանա այսպիսի նախաձեռնության, այսպես ասած, չնայած ինքը մեծ ծրագիր է։ Ու հանգիստ զգալով ես եկա ու ուզեցի ձեռքս մեկնեմ Օրանին, որտև իրենց իրականացրած աշխատանքը ճակերտավորված, նորից ասեմ, սուրբ աշխատանք է։ Ամեն մարդ կամ ամեն յուրաքանչյուր կազմակերպություն չի կարող անել ինչ որ Օրանը այսօր անում է։ Եթե դու ներսից ազնիվ ես եւ նպատակդ իրոք բարի է եւ մտածելակերպդ ճիշտ այդ ուղղությամբ է, դու կկարողանաս հաջողությամբ իրականացնես եւ կկարողանաս քո շուրջը համախմբես այնպիսի մարդկանց, որ հավատում են նմանատիպ այսպես մտածելակերպին, առաքելության ու այնտեղ է ուժը, այնտեղ է հավախմբվում այնպիսի ուժ, որ կյանք կտա այսպիսի ծրագրին, որ ավելի շարունակի եւ տարիներ ի վեր ինքը շարունակական աշխատանք իրականացնի։ Երևանի փողոցներում հիմա չկան մուրացկան երեխաներ եւ Փառք Աստծուն, մենք գոնե կենտրոնական փողոցներում առայժմ չենք տեսնում, բայց հակառակը շատ են մուրացկան տարեցները եւ հասուն մարդիկ։ Նկատվում է դեռ, ինչ խոսք, օրանը մենակ չի կարող վերացնել, բայց նկատվում է, որ բավական քչացել են, համարյա կարող է երեխա չտեսնեն, չնայած երբեմն աչքի ընկնում է հազվադեպ երեխաներ, որ զբաղվում են մոռացականությամբ, բայց տարիք մարդիկ այո, զբաղվում են ու դրա դեմ պետք է բավական լուրջ աշխատանք տարվի ու նորից շեշտադրում եմ, որ օրանը մենակ չի կարող։ Օրանը հիմնակարը տրեց, օրանը բացեց այս ճանապարհը, օրանը փորձեց անել ինչ կան կարող է, որ վերացնի, բայց չի վերանա, որտև մի ձեռքը մենակը չի կարող ծափահարել, երկու ձեռք կա պետք է, հետևաբար այս պատճառով է, որ ես ասեցի Երանի կլինեն օրանի նման շատ կազմակերպություններ եւ համապատասխան մարմիններ, որ իրոք կզբաղվին այսպիսի սուրբ նպատակով։ Ձեզ կամրջած պատճառը ո՞րն է եղել, ինչ շարժառիթով եք դուք կապել, կփորձեք հիշել։ Ես իմ մանկությունս ունեցել եմ Լիբանանում, ծննդավայրումս, ու այնտեղ այսպիսի երևույթներ շատ էի տեսնում, հատկապես որ քաղաքացիական պատերազմի ականատես մանուկ էի ու մեծ պատանի դարձա ու երիտասարդ 15 տարվա պատերազմ էր։ Այդ պատերազմի շրջանակում այսպիսի երևույթները շատ էին ու մի քիչ էլ ազդել էր իմ ընտանիքի վրա, ընտանիքի շրջավայրին եւ որ պատերազմ է, բաշար կա, հաց չկա, սով կա, ինչ անեն ընտանիքներ պայքարում էին, որ գոյատևեին, ընտանիքներ հեշտ ճանապարհ գտնում էին, գնում էին ինչ որ որոշ առումով ճակերտավորված մուրացկանությամբ էին զբաղվում ու դա հասկանում եմ։ Ու դա հասկանում եմ եւ նույն ժամանակ ինչքան պետք է դեմը առնել, որ ընտանիքները կամ անհատները չհայտնվեն այսպիսի իրավիճակում։ Եվ այդ առումով էլ դա ինձ համար անտարբերություն չէր կարող ստեղծել իմ մոտ, ընդհակառակը տեսնելով օրանը, իմանալով ալ իրենց առաքելությունը եւ հավատալով, որ ես ալ կարող եմ ինչ որ մի առումով մասնակից լինել, որ վերացնենք այսպիսի երևույթներ, միացա այս առաքելության։
Եվ ձեր միջամտությամբ որքան էր այն գումարը, եթե իհարկե դեմ չեք հրապարակել, որը դարձավ այդքա ճակատագրեր փոխելու պատճառ։ Նայեցեք, գումարներ չեմ հիշում, որովհետև Ինձ ասացին 1 միլիոն դոլարի ապո։ չեմ ճիշտ ասած չեմ հիշում, որովհետև այստեղ կա կազմակերպության միջոցով եւ կա անձնական միջոցներով։ Անձնական, այո, միանշանակ այն տարիները, որ կազմակերպությունը տալիս էր, անհատական ես ալ ընտանիքի անունից տալիս էի։ Երբեմն դանում էի իմ փոքր երեխաները այն ժամանակ, որ իրենք փոխանցեն այդ նվիրաբերությունը, որ հասկանան ինչ է, փորձում եմ ես իմ զավակներին փոքր տարիքից սովորացնել, որ այսպիսի գործերը շատ կարևոր են, պետք է հավատաս, պետք է նվատակ լինի, դրա համար պետք է անես։ Բայց իսկական ընդհանուր, այսպես ասած, գումարը չեմ ալ պատկերացնել ու չեմ հաշվում, որովհետև եթե մարդ ուզում է տա, ինքը չպիտի նստի հաշվարկի, ինքը պետք է տա, ինքը պետք է ցերկը մեկնի, այո, ներքին մղումով ու հավատքով, որ այսպիսի ծրագիր առաջ գնամ, դի վրա նույն բանացևն է։ Բայց երբեմն համընկնում է որոշ շահերի հաշվարկներ ու դժբախտաբար մեծ պետությունները եւ որ հաշվարկում են շահերը, ոտնահարվում են փոքր ազգերը եւ բարիության արժեքների հիմքերի վրա կառուցված ինչ որ մարդկության համագարկերը։ Այստեղ մարդիկ պետք է միշտ ուշադիր լինեն, գիտակից լինեն, զարթուն լինեն, որ թույլ չտան, որ ջարը ուժեղանա ու գերիշխի կամ դիրապետի, որ բարին կարողանա միշտ շարունակել անել ինչ որ բարի է եւ ինչ որ պետք է մարդկության համար։ Ձեր բարեմաղթանքը փոքրիկ օրանցիներին եւ օրանի համար ջանք տնող մարդ։ Ես կցանկանայի փոքրիկ օրանցիները լավ ընբռնեն օրանի առաքելությունը ու ապակայում իրենք դառնան կատարողներ կամ դեսպաններ իրականացնելով նույն առաքելությունը, որտեղ մարդկությունը կարիք ունի փոքրիկ օրանցիների, կարիք ունի օրանի գաղափարախոսության, կարիք ունի որ բարին ավելի տարածվի։